Հայաստանի Հանրապետության ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը այցելել է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի Արմավիրի մարզպետի համայնքապետերի ուղեկցությամբ Արմավիրի մարզ։ Այս մասին հայտնում է ՏԿ նախարարությունը։ Նախարարը դիտարկել է Արմավիրի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրով անցնող շուրջ 11 կիլոմետր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Այնուհետև մասնակցել է Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը։ 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով ավելի քան 280 միլիոն դրամ արժեքով կառուցվել է 60 երեխայի համար նախատեսված ամբողջությամբ նոր գույքով կահավորված մանկապարտեզ, որն այսօր իր դռները բացեց փոքրիկների համար։ Նախարարը շնորհավորել է շենավանցիներին մանկապարտեզի բացման կապակցությամբ եւ ընդգծել, որ կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը ակտիվ փուլում է եւ անհրաժեշտության դեպքում այն շարունակություն կունենա նաև 2026 թվականից հետո։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։ Ակտիվ շինարարություն է կատարվում M2 միջպետական ճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վրա։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Միջին նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։ Կատարելով միջին նորոգման աշխատանքներ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել եւ ելույթով հանդես է եկել գյուղատնտեսության ոլորտի առաջիկա 3 տարիներին ռազմավարական ուղղությունների եւ գործողությունների պլանավորման վերաբերյալ աշխատաժողովին։ Արտգործնախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-ից 2030 թվականների շրջանակի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՄԱԿ-ի եւ Պարենի գյուղատնտեսության կազմակերպության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026-ից 2030 թվականների ռազմավարական փաստաթղթերին, որոնք ուղղված են Հայաստանում համագործակցային, նորարար դիմակայուն եւ կայուն գյուղատնտեսության զարգացմանը։ Արտգործնախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաեւ հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին եւ դրա շրջանակներում նախատեսվող կենսաբազմազանության եւ գյուղատնտեսության թեմայով միջոցառմանը, որը հնարավորություն կընձեռի ներկայացնելու կենսաբազմազանության պահպանության եւ կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության փորձն ու տեսլականը։